Ես ուղղակի այստեղ բանի երթն է Պահանջը հետևյալն է չստորագրել վաղը չստորագրել ԵՏՄ-ի հետ պայմանագրի նախագիծը, պայմանագիրը, որովհետև այդ պայմանագիրը հակասում է Հայաստանի ինքնիշխանությանը, հակասում է Հայաստանի սահմանադրությանը։ Որովից է մեկը ոչ ընտրյալ կամ չընտրյալ նախագահը, ընտրյալ կամ չընտրյալ ազգային ժողովը, վարչապետը եւ որովից է մեկը իրավունք չունի զիջել ինքնիշխանությունը, զիջել սահմանադրության պահանջները։ Մարդիկ տեղյակ չեն։ Մարդիկ կարծում են, որ ԵՏՄ մտնելով պլոմբիրը կդառնա մի քանի կոպեկ եւ ամեն համար հնարավոր կլինի գնալ, չգիտեմ, Սոչի հանգստանալու, հա, կամ միներալնի ոդի, օրինակ։ Հա, մարդիկ չեն պատկերացնում, որ սա ուղղակի Հայաստանի տնտեսական ինքնորոշման զիջում է, որ սա Հայաստանի տնտեսական կապիտուլյացիա է, հա։ Սա է խնդիրը։ Իսկ դա իր հերթին գալիս է այն պրոպագանդայից, որը տանում են բոլոր հաճախություններից հայկական եւ ռուսական հեռուստաալիքները։ Վաղը կստորագրել։ Ես դժվարն եմ այդ հարցին պատասխանել, բայց այնուամենայնիվ մեր իշխանությունները ցավոք սրտի գնացին բոլոր զիջումներին, որոնք պահանջում էր Ղազախստանը, Բելարուսը, այդ թվում չգիտեմ Մաքսակետ եւ այլն, Արցախի հետ Մաքսակետ, որպեսզի ստորագրեն։ Ցավոք սրտի մեր իշխանությունները արեցին բոլոր զիջումները, որ այդ պայմանագիրը ստորագրեն։ Խնդիրը նրանումն է, որպեսզի այս անկախությունը, որ մենք 23 տարի այն չունենք, մենք չզիջենք, չնահանջենք այդ անկախությունից։ Երթով շարժվում եք, թե Հիմա քիչ անց երթով կշարժվենք դեպի Բաղրամյան 26, այնտեղ ինչ են ստանում մեր պահանջները։ վրեժը չկա, գորացող չկա։ Ազատ, անկախ, Հայաստան! Ազատ, անկախ, Հայաստան! Ազատ, անկախ, Հայաստան! Ազատ, Չգաս, իսկից, չգաս, իսկից։ Հիմա մարդկանց մի մասը համակերպվել է եւ մենք խնդիր ունենք այժմ ի հեճուկս իշխանությունների այս քաղաքականության ի հեճուկս անդիմադիր ուժերի մեծ մասի լռյալ եւ բարձրաձայն համաձայնության մարդկանց ուշադրությունը գրավել այս խնդրի վրա։ Մարդկանց բացատրել, որ այո, կարմիր գծերը կարևոր են, չգիտեմ, կենսաթոշակների մակարդակը կարևոր է եւ այլն, այդ ամեն ինչը կարևոր է, բայց մենք խնդիր ունենք ինքնիշխանության կորստի հետ եւ մենք պետք է պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, որ դա ավելի վեր է, քան մյուս բոլոր հարցերը, որովհետև եթե մենք հիմա չպաշտպանենք մեր ինքնիշխանությունը եւ դառնանք այնպիսի պետություն, ինչպիսին Ռուսաստանն է, իհարկե փոքր եւ ավելի աղքատ մոդելը, ապա մենք որևիցե մեկ այլևս չի կարողանա ոչինչ բանի համար պայքարել, երկրի ղեկավարը կլինի ցմահ, ինչպես Մաքսային միության անդամ մյուս երկրներում է եւ այլն։ Ոչ իշխանափոխության մասին հնարավոր կլինի խոսել, ոչ հնարավոր կլինի խոսել առհասարակ քաղաքացիական պայքարի մասին, ոչ էլ մամուլի ազատության մասին, հա։